շատ խոսվեց եկեղեցու հետ կապված իրադրության մասին։ Այո, փորձ են անում ներկայացնել, թե մենք պայքարում ենք եկեղեցու դեմ։ Իրականում մենք կանգնել ենք եկեղեցու սրբության սրբոցը նվիրապետությունը պաշտպանելու դիրքերում։ Մենք այսօր այլ բան չենք անում, քան եկեղեցու 356 թվականի աշտիշատի ժողովով հաստատված նվիրապետությունը պաշտպանելն է։ Աշտիշատի ժողովում սահմանվեց, որ եկեղեցու վերնախավը պետք է լինի ուսակրոն։ Ինչու՞։ Առաջինը դավանաբանական հիմնավորումներով, որովհետև այդ դավանաբանական հիմնավորումներն է, որ եկեղեցու եւ Հիսուս Քրիստոսի եկեղեցու ծառաները ամենանվիրված եւ հավատարիմ ծառաները պետք է մոռանան անձնական կյանքի մասին, պետք է մոռանան ամուսնության մասին եւ պետք է ամուսնանան եկեղեցու հետ, պետք է անձնական կյանք ունենան եկեղեցու հետ, իրենց անձնական կյանքը պետք է պարփակված լինի Հիսուս Քրիստոսի ծառայության եւ ոչ որևէ այլ բանի մեջ։ Եվ այս նվիրապետության շնորհիվ է նաեւ, որ պետք է երաշխավորվեր եկեղեցու բարոյական, գաղափարախոսական եւ նյութական անվտանգություն այդ թվում, որովհետեւ այս որոշման տրամաբանության մեջ նաեւ այն էր, որ եկեղեցու ունեցվածքի նկատմամբ ուղակի կամ անուղակի ժառանգական իրավունքներ չծագեն, որովհետեւ ամենայն հայոց կաթողիկոսը հայ առաքելական եկեղեցու գույքի տերն է երկրի վրա։ Տերն է երկրի վրա։ Եթե հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսը ունի ժառանգներ, այստեղ անխուսափելիորեն ծագում է ժառանգական իրավունքը։ Կուսակրոնության, նվիրապետության ուխտը, նվիրապետությունը նաև նրա համար է սահմանվել, որ անձնավորված որոշումներ չլինեն եւ դրա եթե ես հատուկ կարդացի կուսակրոնության ուխտագիրը, որտեղ մարդը անձնական բոլոր բաներից, բոլոր այսպես արտոնություններից կամավոր զրկվում է։ Իսկ այսօր մենք հակառակ պատկերն ունենք։ Մոմի գործի բանը, հազար ներողություն ես բառիս համար, մոմի գործի նայողը կաթողիկոսի աղբոր տղան է։ Կաթողիկոսի չէ, Կտրիչ Ներսիսյանի։ Ամենամեծ թեմի առաջնորդը Կտրիչ Ներսիսյանի եղբայրն է։ Այն մյուս թեմի առաջնորդը իրա քրոջ որդին է։ Եվ այլն եւ այսպես շարունակ։ Հայ առաքելական եկեղեցին բռնազավթված է մի կլանի կողմից։ Եվ մենք ոչ թե եկեղեցու դեմ ենք պայքարում, մենք պայքարում ենք եկեղեցու արժեքների եւ նվիրապետության համար։ Եվ ես էլի եմ ասում, ես դրան այսօր եւ այս նվիրապետության կառուցվածքն է, որ կուսակրոն քահանաները ղեկավարում են եւ հոգեվոր եւ բարոյական գերիշխող դիրք ունեն ամուսնացյալ քահանաների նկատմամբ։ Բայց այդ մարդիկ, որ չեն կարող մի ամիս առանց ինչպես կնոջ ապրել, իրանք ինչ իրավունքով են ղեկավարում ամուսնացյալ քահանաներին, ովքեր իրենց ուխտը չեն խախտել, ովքեր Աստծու առաջ եւ հանրության առաջ ազնիվ են եւ իրենց ծառայության մեջ առաքինի։ Ով է օրինակ Կտրիչ Ներսիսյանին իրավունք տվել հրահանգ տալ ամուսնացյալ քահանային։ Ոնց կարա կուսակրոնության ուխտը խախտած եւ չեմ ուզում ամբյոնից էլ այդ բառը պաշարը օգտագործել, ասենք Սամվել Առաքելյան կոչվող ոմը մեկը
Ոնց կարա ամուսնացյալ եկեղեցի քահանաներին Խաչատրյան ներողություն Սամվել Խաչատրյան ամուսնացյալ քահանաներին հրաման տա եւ նրանց նկատմամբ գերակա դիրք զբաղեցնի ոնց կարա դա անարգանք է բոլոր ամուսնացյալ քահանաների նկատմամբ որտեւ ինչ ասես որտեղ ասես անում են մի հատ էլ գալիս են այդ բանի դիրքերից որպես մարդիկ ովքեր ամուսնացած են եկեղեցու հետ գալիս են բարոյական եւ ոչ միայն իրավական բան են կիրառում իշխանություն են կիրառում այդ փաստի բերումով հասկանում եք այդ փաստի բերումով մի հատ էլ ոնց կար կաթողիկ ասում են կաթողիկոսի անձնական կյանքը հասկանում եք կաթողիկոսի անձնական կյանքը մարդիկ ով որ խոսում են այս իրավիճակի պաշտպանության մասին նրանք քար առ քար քանդում են հայ առաքելական եկեղեցին նրա նվիրապետությունը նրա պատմությունը նրա ավանդույթը նրա արժեքը քանդում են քանդել են հիմա վերջին ավերակներն են ուզում տան եւ մենք դա թույլ չենք տալու ես ասում եմ ինքս որպես մարդ ով ունի հոգեվոր զգացմունքներ այսպիսի արտահայտություն միջամտություն եկեղեցու ներքին գործերին հասկանում եք սա ամեն ինչի մասին ասում է հայ առաքելական եկեղեցու հետևորդները միջամտնում են եկեղեցու ներքին գործերին ոնց կարա այդ հավատավոր մարդկանց եկեղեցին է երբ որ իրանք դա պատկերացնում են որպես մի կլանի սեփականություն այդ ժամանակ ոնց բանի մոմի գործը կտրիճի աղբորն է այն բանի գործը ասենք ընդհանրենք ով ձեռնադրվի չձեռնադրվի կաթողիկոսի բանի քրոջ որդին պետք է բանանի այդ ընդհանրենք այն մյուս հարցը այսինքն ինչ դուք պղծել եք եկեղեցին դարձրել եք մի հատ բան ասենք ընդհանրենք մի հատ սպայից ավելի լավ սպան հարգելի գործունեություն է ավազակների տեղ եք սարքել ինչպես Հիսուս Քրիստոսը ասում է նոր կտակարանում հաջորդը այս նոր խոսույթը այսինքն նոր չէ հին խոսույթը